Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse. It is forbidden by international law for occupied powers. Պատերազմական հանցագործությունը զինված հակամարտության ընթացքում կիրառվող օրենքների և սովորույթների ծանր խախտում է, որը հանգեցնում է անձնական քրեական պատասխանատվության։ Ի տարբերություն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, դրանց լայնածավալ կամ կանոնավոր լինելու պահանջ պատերազմական հանցագործությունների համար չի գործում։ Մեկ անգամյա առանձին արարքը կարող է համարվել պատերազմական հանցագործություն։ Պատերազմական հանցագործության իրավունքի տեսանկյունից միջազգային մտահոգության հիմքը զինված հակամարտության համատեքստն է։ Պատերազմը կարգավորող օրենքների ու սովորույթների ծագումը կարելի է հետագծել դեռևս հին ժամանակներից։ Աշխարհի տարբեր քաղաքակրթություններում տեղ են գտել ռազմական հակամարտության հիմնական կանոնները սահմանող համաձայնագրեր, կրոնական հրամանագրեր և ռազմական հրահանգներ։ Միջազգային մակարդակով կոդիֆիկացման խթանը մասամբ մեկ անհատի ջանքերն էին։ 1859 թվականին Ժնևցի գործարար Ան Դյունանը հրապարակեց Սոլֆերինոյի ճակատամարտի հետևանքների, մարտադաշտում լքված մեռնող վիրավոր զինվորների սարսափազդու տեսարաններով մի ցնցող պատմություն, կոչ անելով նման անհարկի տառապանքները նվազեցնելու միջոցներ ձեռնարկել։ Այս կոչն անմիջապես հանգեցրեց 1863 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծմանը և Ժնևի առաջին կոնվենցիայի ընդունմանը։ Այդ ժամանակից ի վեր միջազգային մարդասիրական իրավունքի զարգացմանը նպաստող բազմաթիվ պայմանագրեր են կնքվել։ Դրանք երբեմն բաժանվում են Հագայի իրավունքի և Ժնևյան իրավունքի։ Հագայի կոնվենցիաները սահմանափակում են պատերազմի մեթոդներն ու միջոցները։ Դրանցից ամենակարևորը 1907 թվականի Հագայի կարգավորումն է։ Ժնևի կոնվենցիաներն առաջնայինորեն կենտրոնանում են քաղաքացիական անձանց և այլ ակտիվ կոմբատանտներ չհանդիսացող անձանց պաշտպանության վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի անմարդկային արարքներին ի պատասխան ընդունված 1949 թվականի Ժնևի 4 կոնվենցիաները զգալիորեն թարմացրին նախորդ կոնվենցիաների բովանդակությունը։ 1949 թվականի կոնվենցիաները վերաբերում են մարտի դաշտում գտնվող հիվանդներին և վիրավորներին, Ժնևի առաջին կոնվենցիա, ծովում վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին, Ժնևի երկրորդ կոնվենցիա, ռազմագերիներին, Ժնևի երրորդ կոնվենցիա և քաղաքացիական անձանց, Ժնևի չորրորդ կոնվենցիա։ 1977 թվականին այս կանոնները թարմացվել են երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնցից առաջինը վերաբերում էր զինված միջազգային հակամարտություններին, իսկ երկրորդը զինված ոչ միջազգային հակամարտություններին։ Այս նշանակալի պայմանագրային զարգացումներն ամրապնդել են մշակութային արժեքների պաշտպանությունը, խստացրել են որոշակի զենքերի, օրինակ, կենսաբանական և քիմիական զենքերի և հակահետևակային ականների արգելքը կամ կարգավորումը, ինչպես նաև երեխա զինվորների օգտագործման արգելքը։ Որևէ պատերազմական հանցագործության էական տարրը կապն է զինված հակամարտության հետ։ Հենց զինված հակամարտության պատճառով առաջացած անապահով և անկայուն իրավիճակն է, որը արդարացնում է միջազգային մտահոգությունը և հանգեցնում հանցագործության նկատմամբ միջազգային իրավազորության։ Պատերազմական հանցագործությունների իրավունքը վերաբերում է ոչ միայն զինված ուժերի կամ խմբերի անդամներին և նրանց առաջնորդներին։ Քաղաքացիական անձանց արարքը նույնպես կարող է պատերազմական հանցագործություն լինել, եթե կապի պահանջը բավարարված է։ Բացի պատերազմ վարելու որոշակի միջոցների արգելքից, պատերազմական հանցագործությունների իրավունքը նաև արգելում է պատերազմի որոշակի մեթոդներ։ Այս դրույթներից շատերը ծագում են ասպետական ավանդույթներից, դառնալով արդար վարքականոններ, որոնք պետք է հարգվեն նույնիսկ կոմբատանտների կողմից։ War crimes are serious violations of the rules governing armed conflict, while the crime of aggression concerns
the illegal decision to use force in the first place. The key difference is the focus. War crimes regulate conduct of soldiers and combatants during a war, or in Latin, jus in bellum, whereas aggression prohibits the initiation of an unlawful war, or in Latin, jus ad bellum. Ագրեսիայի հանցագործությունը մյուս հանցագործություններից տարբերվում է նրանով, որ անբաժանելիորեն կապված է պետության կողմից մեկ այլ պետության դեմ կատարված անօրինական գործողության հետ։ Ագրեսիայի հանցագործությունը կատարվում է պետության ղեկավարի կամ քաղաքականություն մշակողի կողմից, որը մասնակցել է պետության կողմից իրականացված ագրեսիայի արարքին։ Ագրեսիայի գործով առաջին միջազգային դատավարությունը խաղաղության դեմ հանցագործություններ անվան տակ տեղի ունեցել Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նյուրնբերգյան տրիբունալի դատավճռից շատ չանցած նորաստեղծ միավորված ազգերի կազմակերպությունը շտապեց հաստատել դատավճռում ամրագրված իրավունքը։ Գլխավոր ասամբլեան հաստատեց Լոնդոնի կանոնադրությամբ և Նյուրնբերգյան դատավճռով ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքները, իսկ 1947 թվականին հանձնարարեց նոր միջազգային իրավունքի հանձնաժողովին ձևակերպել այդ սկզբունքները և պատրաստել խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կոդեքս։ Բայց այդ գործընթացը կանգ առավ։ Երկարատև միջկառավարական բանակցություններից հետո, որոնք բարդանում էին ընթացող սառը պատերազմի լարվածության պատճառով, ագրեսիայի սահմանումը վերջապես ընդունվեց 1974 թվականին Գլխավոր ասամբլեայի 3314-րդ բանաձևով և առաջարկվեց Անվտանգության խորհրդին որպես ուղեցույց։ 3314-րդ բանաձևը սկսվում էր պետությունների կողմից ագրեսիայի լայն սահմանումով, այն է, ագրեսիայի պատերազմը միջազգային խաղաղության դեմ ուղղված հանցագործություն է, ագրեսիան առաջացնում է միջազգային պատասխանատվություն։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածը ագրեսիայի հանցագործությունը սահմանում է հետևյալ կերպ. պետության քաղաքական կամ ռազմական գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու կամ դրանք ուղղորդելու դիրք ունեցող անձի կողմից ագրեսիայի այնպիսի ակտի պլանավորումը, նախապատրաստումը, նախաձեռնումը կամ կատարումը, որն իր բնույթով, ծանրությամբ և մասշտաբով հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ակնհայտ խախտում։ Իր հերթին միջազգային քրեական դատարանը ագրեսիայի ակտը սահմանում է հետևյալ եզրերով. պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը հակասող որևէ այլ եղանակով։ Ագրեսիայի հանցագործությունը ղեկավարության հանցագործություն է։ Այն կարող են կատարել միայն առաջնորդները և բարձր մակարդակի քաղաքականություն մշակողները։ Այսպիսով միջազգային քրեական դատարանի սահմանումը և հանցակազմի տարրերը պահանջում են, որ անձը լինի իրավասու դիրքում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու կամ ուղղորդելու ագրեսիայի արարքը կատարած պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները։ Ագրեսիայի հանցագործությունը մի պետության կողմից մեկ այլ պետության դեմ կոլեկտիվ արարքին մասնակցելն է։ Պետության կողմից ագրեսիայի արարքի և անհատ առաջնորդի կամ այլ բարձրաստիճան քաղաքականություն մշակողի արարքի միջև կապը միջազգային քրեական դատարանի սահմանման մեջ նկարագրվում է որպես պլանավորում, նախապատրաստում, նախաձեռնում կամ կատարում, որը սերտորեն համապատասխանում է Նյուրնբերգյան կանոնադրության 6-րդ հոդվածին։ The crime of aggression is the use of force by state against the sovereignty, territorial integrity, or political independence of another state, particularly when it constitutes a manifest violation of the United Nations Charter. It involves the planning, preparation, initiation, or execution of aggression by a person in a position of power. War crimes include killing civilians or intentionally killing prisoners of war,
torture, taking hostages, unnecessarily destroying civilian property in a conflict, deception by perfidy, wartime sexual violence, and pillaging. Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի փետրվարի 1-ից անդամակցելով միջազգային քրեական դատարանին տվել է նաև իր հնարավորությունները, որպեսզի միջազգային քրեական դատարանը նաև անդրադառնա այն հակամարտությանը, որը Հայաստանի Հանրապետությունը ուղղակի կամ անուղղակի ձևով ներգրաված է։ Հարկ է այստեղ նաև ավելացնել, որ միջազգային քրեական դատարանին անդամակցելուց Հայաստանի Հանրապետությունը հետադարձ ուժով ճանաչել է նաև միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան իր տարածքի ողջ երկայնքով։ Սա նշանակում է, որ այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, այն պատերազմական հանցագործությունները ենթակա են միջազգային քրեական դատարանի կողմից հետապնդման։ Այդ թվում նաև դեպորտացիան, որը նույնպես հանդիսանում է շարունակական հանցագործություն, այն ընկնում է Հայաստանի Հանրապետության յուրիսդիկցիայի տակ եւ արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի տեղի ունեցած դեպորտացիայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպորտացիայի վերաբերյալ նույնպես միջազգային քրեական դատարանը ունի յուրիսդիկցիա եւ քննելու հնարավորություն։ Սակայն այստեղ հարկավոր է, ինչպես սկզբից ես նշեցի, գործարկման մեխանիզմը, որը պետք է լինի կամ պետության կողմից, կամ դատախազի կողմից։ Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse.